Մեզ էսա 2 տարուց հավելա խափում են։ Այս Սուտասանը 8 տարի է մեզ խափում է։ Եկավ ընդեղ ասեց Հայաստան, ես մեկ իրավիճակը եկավ այդ բանին, մենք էլ ասացինք ավելի լավ ասա, սա լինի քանթե Սերժն ու Քոչարյանը, որ 18 թվականին եկավ ասեց Ղարաբաղը Հայաստանա և վերջ։ Վերջումը տներն ես քանդից։ Հիմի եկել ենք իմ տղաս, սաղին երեխեքը, հարազատները, ամուսինները 19 թվականին 23 թվականի սեկտեմբերի 19-ին զոհվալը։ Այս սեկտեմբերի 30-ից մինչև այսօր 23 թվական բողոքում ենք, պահանջում ենք, խնդրում ենք, որպեսզի Արտաշիր իմանենք։ Այսօր վաղը ուղարկել ածի մոտ, ընդեղ էլ կեղծավոր դիմավորում, ես մեկ, սաղ սուտ ունասում։ Աբազյանի հետ քանի անգամ եք հանդիպում ունեցել և… Մի 6-7, լավ ընդունում ասես, կապուտ ու ցավակցում մեզ հետ կիսում, բայց ոչ մի ընթաց չկար գործում։ Ակամծա սաղ սուտ է եղել։ Տեսեք, բանակցություններից ուղիղ դուրս է մնում արցախցիների Հիմի լավն ենա մենք վերադարձի հարցը մենք չեք մոռանում։ Մենք ծնվել ենք, ես 68 տարեկան մարդում ծնվել եմ, իմ հարազատներ սաղ ընդեղ են, իմ կյանքս ընդեղ եմ հասկացալ, իմ մանկություն, ոչ կարամ ես մոռանամ, ինքը կարող է մոռանա։ Բայց ոչ մի Ղարաբաղցի, եթե ինքը դե ծնվել ասել, չի կարող մոռանա իրան ծննդավայրը, ոչ կարող է մոռանա։ Այդ ինքը բարերով ասում, ինքը իրավունք չունի մոռանա, ինքը Հայաստանի բնակիչ է, ես Ղարաբաղցի եմ։ Ներողություն, իրենք հաջողություն կամ խաղաղության համատեքստում են դիտարկում, առևտուր են առևտուրանում, մեր ասածն էլ է, բենզին վաղը վերմիշիլ է բերելու առևտուրանում, դա ինչ է մի օրվա գործ է, Արտաշիր իմանելու, կապ չունեմ Մարտակերտ, Մարտունի, Ստեփանագերտ, մի օրվա գործ է, 30 քանի զոհված շիրիմներ կան, որ ընդեղ ոչ մի բան չկա վրեն դրած։ Ոչ մի բան, անկերական վիճակ է։ Մենք խնդրում ենք, որ մեր երեխեքը Արտաշիր իմանենք բերեք ստեղ։ Մենք հետ ենք, ուրիշ բան չենք ասում, անհայտ կորած չի, անհայտ կորածներն էլ են մեր երեխեքը, բայց դե անհայտ կորած չի, որ գնաց մանկած։ Տեղերը սաղ իրան հարազատներն իմանում են։ Մի օր, եթե ինքը չի կարողանում, այսօր Ալիևն է Հայաստանի հարցերը որոշում, պրյամո գնանք Ալիևը խնդրենք։ Խենք իրան խնդրում։ Լավ, եսա գալիս ենք, եթե վերջնական լուծումը էդ է, գնանք հակարի սեսենց, գնալուց սանի շատ մարդ, գնանք ընդեղ, իրանց ընդեղ տամոժնի խնդրենք, ասենք, մեզ ընդունեցեք։ Մենք անտիրական վիճակում ենք ապրում Հայաստանում, մենք բաց թողենք գնանք մեր երեխեքը բերենք ընդեղ։ Ներողություն, արցախցիները չնայած բլոկադայի պայմաններում այդքան ցավոտ պիտի ապրես։ Ինչի խնդրին հրաժարվում էին ադրբեջանցիներից աղդամով ինչ-որ որովհետև հայրենասեր էին, թասիբ ունեին։ Մարդ իրան վրա պետք է վերագրի, ինչ ապրուստներ ապրել է 10 ամիսներին։ Լուսումս ինչա, էտա ուրիշ հարցա, մեր հարց ուրիշ է։ Մենք խնդրանքը նայա, որ եսա 2 տարուց ավելա, գալիս ենք օրեկա մի կոնկրետ պատասխան չկա։ Անհամարը մս էդ մարդկանց։ Սը էմիանգը, եթե կոնկրետ պատասխան չնի, էմի շաբաթ գալում նստացություն կանելու, ոչ մեկը ստղես դուրս չգնալու։ Միջև մեր երեխեքը Արտաշիրիմ չանեն բերեք ստեղ։ Բա հերիքա, ինչքան կարելի է խափիս մարդը, մեզ գործ չի տա։ Եթե դու ֆինանսապես թույլուս, այս մարդկանց փող հավաքեն, գնանք մեր երեխեքը բերենք։ Դուք ինչ-որ կադրեր եք տեսել, այստեղ խոսվում էր այն մասին, որ փորձում են այդ գերեզմանները պղծել։ Ոչ թե ոչ, շատ կադրեր կա, փորձում չնա անում են, ոչ փորձում են, անում են, նագլի անում են, ոչ թե փորձում են։ Մանավանդ ով որ ծառայող է, ով որ կռվի է մասնակցել, ով է նրանց լրիվության բնանում։ Կադրեր եք տեսել։ Ես ներողություն եմ խնդրում։ Խնդրում եք էլի իմ ասում, վերջնական, կոնկրետ եկալ ենք, սե վերջնական պատասխանը։ Գալիս ենք ստե դիմումը տալիս ենք, մեկը դուրս է գալիս, մի սուտ 2 բառ ասում, էլի կեղծավոր խոսում գնում, կոնկրետ պատասխան։ Մեր երեխեքը, մեր ոչում հարազատներին երբ եք Արտաշիրիմ անելու, կոնկրետ պատասխան եք եկալ այսօր։
Մեր խնդրանքը տա է, հատե տա համ պահանջում ենք, համ խնդրում ենք։